Ինչից սկսել, եթե դուք էլ ինձպես որոշել եք ձեր կերակրացանկից հանել շաքարը։ Նախ ասեմ, որ ինչ լինում է, թող որ լինի միանգամից տարբերակը, այստեղ չի գործում, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է դեպի ընկճախտ։ Ուստի պետք է գործել դանդաղ, գիտակցված ու մտածված։ Նախ պետք է աշխատել, փոխել վարքագիծը, փոխել մտքերը ու կարևորը որոշում կայացնել այստեղ։ Այն ամենի մեջ ինչ շաքար եք ավելացնում, սկսեք խմել առանց շաքարի։ Հեղուկներից սկսելը կարծում եմ ամենախելամիտ տարբերակն է։ Թե սուրճը, թե թեյը շատ ավելի համեղ են առանց շաքարի, որովհետև այդ ժամանակ դուք վայելում եք սուրճի ու թեյի իրական համը ու ոչ թե քաղցր հեղուկ։ Կարող եք նաև այս ամառ օրինակ կոմպոտներ չփակել, դրա փոխարեն սառեցրեք մրգերը ու շուրջ տարի խմեք կամ կերեք սմուզիներ։ Շատ ավելի օգտակար են, համեղ են ու շաքար չեն պարունակում։ Բնական հյութեր փորձեք չգնել։ Հյութերի փոխարեն սեղանին դրեք բնական լիմոնադներ, պատրաստված հանքային ջրով, անանուխով, տարբեր հատապտուղներով կամ ցիտրուսային մրգերով։ Վստահեցնում եմ, որ շատ գեղեցիկ են նայվում, շատ համեղ են ու շաքար չեն պարունակում։ Փորձենք ամփոփել, թե ինչ ստացվեց։ Եթե 1-2 ամսվա ընթացքում դուք կարողանաք ձեզ սովորեցնել թեյը, սուրճը խմել առանց շաքարի, կոմպոտների փոխարեն օգտագործել սմուզիներ, իսկ բնական հյութերի փոխարեն տոնական սեղաններին դնել բնական լիմոնադներ, վստահեցնում եմ ձեզ, որ կարճ ժամանակ անց ուզենալու եք ձեր տորթերը փոխարինել ավելի առողջ ու առանց շաքարի քաղցրավենիքով։ Մեկնաբանության հատվածում անպայման գրեք հավանեցիք առաջարկածս պլանը թե ոչ, կկիրառեք թե ոչ, ինչպես նաև նշեք, թե ինչի մասին կուզեք, որ պատմեմ իմ փորձառությունից։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին